Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հունիսի 16-ի համար։ Տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվում այս օրը։ Որտեղ տնեմ, այստեղ երևում է, գնայինք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին հունիսի 16-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե կնոջ հետ, դե ինքը այդքան էլ լավը չէ, բայց դե կախված ում եք հանդիպում, ինքը ընդհանրապես խառի դամեն է։ Ոմանք նաև իրենց տնօրենին են համարում խառի թեմա, այնպես որ այստեղ կարող եք հանդիպել նման մեկին, նաև օրվա ընթացքում որևիցե հաջողություն կունենաք, ինչ որ կանեք, ոնց որ հաջողությամբ կավարտվի, սպասելու եք ինչ որ մեկին կամ ինչ որ բանի եւ երկար կմնաք, երկար կսպասեք, կարելի ասել։ Կամ եթե սպասում եք, որ ինչ որ մեկը գա, ոնց որ իր հետ երկար կնստեք, կմնաք նստած, այդպես իրար հետ կլինեք երկար։ Նաև ինչ որ մի բան է դանդաղում, ինչ որ մի բան է կանգնած, միգուցե այդ սպասում եք, միգուցե հենց դրա հետ է կապված, որ դեռ այդ օրը պետք է սպասեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հունիսի 16-ին։
Հարգելի ցուլեր, այդ օրը կարիերայում բարձրունք կունենաք, միգուցե պաշտոն են տալիս, միգուցե առաջ խաղացում է աշխատանքի վայրում, նաև հանդիպում կամ շփում կունենաք որևիցե մասնագետի հետ, հենց ինքը կարող է այդ պրոցեսը կատարել, կարող է տնօրենն է եւ այլն, կամ ինչ-որ գեղեցկանում եք։ Օրվա ընթացքում խոչընդոտներ կան, որոնք որ պետք է հաղթահարեք, որոնք որ պետք է լուծեք, հանկարծակի լուր կլսեք եւ ուրախ եք, բարձր տրամադրություն ունեք, այնպիսի լուր է, որ ձեր տրամադրությունը բարձրացնում է եւ այդպես մինչեւ երեկո բարձր տրամադրություն կունենաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին հունիսի 16-ին։ Հարգելի եկվորյակներ, այստեղ լարված եք բավականին, որը լարվածություն կա, ոմանք կարող է հիվանդանոցում ինչ-որ մեկ ունեն կամ այցելեն բժշկական ոչե կենտրոն, բայց այստեղ նաև հուզվում եք, նաև արտասվում եք, այստեղ կապված է ընտանիքի անդամների կամ ձեր երկրորդ կեսի հետ, իրար կամ չեք հասկանում, կամ իրար վիրավորում եք, այդպես դրա համար հուզվում եք, նաև արտասվում։ Եվ հեռախոսազանգ կլսեք, կունենաք օրվա ընթացքում, գումար կամ կծախսեք կամ կգա, սեղանի շուրջ եք նստելու եւ այդ սեղանի շուրջ էլի նորից վեճ կա։ Կամ դրանից հետո եք էլի վիճում եք նոր եք քնում, կամ սեղանի շուրջ եք վիճում, հետո գնում եք պարկում քնելու։ Ինչ որ լարված է օրը, նայեք նաեւ ձեր էմոցիոնալ վիճակը, այսինքն լուսնային նշանը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Շունիկը խանգարելի է համաց։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին հունիսի 16-ին։
Հարգելի խեցգետիններ, այդ օրը նամակագրական կապի մեջ կլինեք, նաև փաստաթուղթ կարող ստանալ ու արգել, փաստաթղթերի հետ կապված գործեր անել, նաև տեղեկատվություն կարող լսել, ինչ-որ փաստաթուղթ կարող լինել նաև հիվանդանոցի հետ կապված, բժշկական կենտրոնի հետ կապված, կարող է ինչ-որ անալիզ եք հանձնել, հիմա պատասխանն է գալիս։ Նաև տատանվում եք և կարող է այդ երկերեսանիների հետ է կապված կամ իրենք են այնպես անում, որ տատանվում եք, մտքերի մեջ կգցեն ձեզ։ Կամ ինքան եք տատանվում, հետո ուզում եք խորհուրդ հարցնել, բայց ասեմ երկերեսանի մարդիկ են։ Այդ օրը հնարավորին չափ ձեր գործերը առաջ կմղեք, լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք, հեռախոսազանգ ունեք, նաև ինչ-որ տղամարդու հետ կապված ինչ-որ անսպասելի մի բան կամ ինքն է գրելու ձեզ կամ ինչ-որ կամ դուք եք այդպես կտրուկվեցեք քայլ անելու այդ տղամարդու հետ կապված, մի խոսքով կամ ինչ-որ անսպասելի տեղեկատվություն է, տարիքով անձնավորություն է կամ պետական աշխատող է կամ նաև կարող է ձեր ծնողներից ձեր ծնողը կամ հարազատ։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք առյուծների։ Ինչ է սպասվում առուսներին հունիսի 16-ին։ Հարգելի առուսներ, այդ օր առավոտյան վիճում եք ինչ-որ մարդկանց հետ, ինչ-որ մի բան է դանդաղում, ինչ-որ մի բան է կանգնած, կամ դուք եք սպասում, և դրանից է ավեճը գնում եք ինչ-որ միտեղ, այդպես երկար մնում, սպասում եք, դրա համար վիճում եք մարդկանց հետ։ Նաև այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ոչ մասնագետի հետ, որոշ ոլորտներ ձեզ մոտ կզարգանան, առաջ կգնան, առաջ գուցե դուք եք տանում առաջ կամ ինչ-որ մի բան է զարգանում է, առաջ խաղացում կա, տան հետ կապված հարցեր են, գուցե տուն եք մաքրում, վերանորոգում եք սկսում, գուցե հյուրեր եք ընդունում կամ առիթ է, պետք է գնաք առիթին կամ ձեր տուն գան, ժամ եք պայմանավորվել ու շատ եղեք, որպեսզի չուշանաք կամ հենց այդ օրը ժամ կպայմանավորվեք ինչ-որ մարդկանց հետ և երեկոյան կամ շուտ եք պարկելու քնելու կամ ուղղակի սա ինտիմ հարաբերություններ է ոմանց համար, նաև դե այստեղ ուշ դժվար երևի շուտ կողը, եթե առիթ է, հոգնած եք, շուտ պարկում եք քնելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերի։
Ինչ է սպասվում կույսերին հունիսի 16-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը կարիերայում չնչին փոփոխություն կլինի, բարձրացում ունեք, առաջ խաղացում ունեք, բայց ոչ շատ, այդպես կողեք զգալ, որ կամ գործերն են շատ տալիս, կամ ավելի վստահում են ձեզ ինչ-որ հարցերում, ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, այստեղ կամ հիվանդ եք չեք կարողանում ավելի շատ ինչ-որ բաներ անել, փակ է, ձեզ մոտ էմոցիոնալ եք դրա պատճառով լինում, նաև կարող է ուզում եք գնալ հիվանդանոց, հիվանդատես, չեք կարողանում, որովհետև փակ է, կամ այդ ժամերը չեն համապատասխանում, կամ կարող է ձեզ թույլ չեն տալիս աշխատանքից դուրս գալ, որտեղ շատ ունեք աշխատանք։ Նաև օրվա ընթացքում սիրո խոստովանություն կարող եք ստանալ, անել, շատ սիրված զգալ ձեզ, ձեր հարազատների շրջապատում լինել, ճանապարհ եք գնալու կամ հենց կարող է հարազատներն են գալիս ձեզ մոտ եւ բավականին էմոցիոնալ կլինեք։ Շատ։ Կարող է նաև աշխատանքից գալիս եք տուն, քնում եք եւ չեք կարողանում ինչ-որ մի բան անել, նաև, հա, եթե ցերեկը սովորեք պարկել քնելու, կախված է եթե գիշերն եք աշխատում, ապա այստեղ ոնց որ գալիս եք քնում եւ չեք կարողանում ինչ-որ գործեր անել։ Դա մեր կարող է էմոցիոնալ եք բավականին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշեռքների։ Ինչ է սպասվում կշեռքներին հունիսի 16-ին։
Հարգելի կշարքներ, այդ օրը կամ ժամ եք պայմանավորվել ուշադիր եղեք, որ չուշանաք, կամ հենց այդ օրը ժամ կպայմանավորվեք։ Նամակագրական կապի մեջ եք լինելու, փաստաթղթերի հետ գործեր կանեք, տեղեկատվություն կստանաք, փաթեթ է նաև։ Եվ այստեղ կամ սեղանի շուրջ նստած եք, ոչ էլ լավ լուր լսում, կամ լավ լուր եք լսում, հետո նշում եք, բայց ինչ-որ մի բան ուշանում է 2 ամիս։ Միգուցե դա ձեզ համար լավ է, որ ձգձգվում է, հա, այսինքն դեռ 2 ամիս կա, դեռ հա, այդպես ինչ-որ պահեր են, որը ձեզ համար լավ է, լավ լուր է։ Նաև հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղամարդու հետ, տարեց անձնավորության հետ, նաև կարող է լինել պաշտոնավոր անձնավորություն, եւ երեկոյան չգիտեմ ինչու հուզվում եք։ Միգուցե սերիալ եք նայում, հուզվում եք, միգուցե մեկ այլ բան է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին հունիսի 16-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը ոչ թե ոլորտ է զարգանալու, առաջ գնալու, ունեք առաջ խաղացում, զարգացում, հաջողություն յուրաքանչյուր հարցում, յուրաքանչյուր գործում, այն ինչ որ կանեք այդ օրը, նաև գումար կստանաք կամ գումար կծախսեք, ելք եք փնտրելու մի հարցին, որը փակ է, չի ստացվում, միգուցե սիրային թեմա է, միգուցե եթե չհուզվեք, ապա կկարողանաք այդ հարցին ճիշտ լուծում տալ, ճիշտ մտածել, ինչպես այդ ելքը, հա, ելքը ճիշտ գտնել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հունիսի 16-ին։
Հարգելի աղեղնավորներ, այդ օրը վիճում եք, առավոտյան վիճում եք ինչ-որ մարդկանց հետ, հետո սեղանի շուրջ եք նստելու, հեռախոսազանգ ունեք, հաջողություն յուրաքանչյուր գործում կամ ինչ-որ մի հեռախոսազանգ ձեզ համար շատ ինչ-որ հաջողակ զանգ է, սպասում եք ինչ-որ մարդկանց, միգուցե տան առիթ է, և սպասում եք մարդկանց, այստեղ կարող է տղամարդու հետ է կապված այդ առիթը կամ սպասում եք տան տղամարդուն, որ գա, դա ևս հնարավոր է, կամ ձեր եղբայրն է, կամ ամուսինը, կամ տղան, չնայած այստեղ մեծ է, հա, տարիքով, չնայած եթե դուք եք մեծ, հա, տղան մեծ է, դա 40 անց, եթե ոչ 45 անց, այստեղ մեծ տղամարդ է, այստեղ կամ իր առիթն է, կամ գնում եք, կամ սպասում եք, որ հյուրերը գան ձեր տուն, կամ սպասում եք, որ այդ տղամարդը վերադառնա տուն այդ օրը։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հունիսի 16-ին։ Հարգելի այդ եղջյուրներ, այդ օրը մտքերի մեջ եք լինելու, կմտածեք կամ ինչ-որ մեկի մասին, կամ ինչ-որ բանի մասին, մտքերը ձեզ առավոտվանից հենց ոնց որ թե տանջում են, նաև միտեղ կգնաք, երկար կմնաք, կամ ինչ-որ բան է դանդաղում, ինչ-որ բան է կանգնած, միգուցե դրա մասին եք մտածում, այստեղ հաջողություն ունեք, դռներ են բացվում ձեր առջև, բայց հետո սկսում եք գորգռալ, այստեղ ուշադիր եղեք, գորգռում եք և հետո ելք եք փնտրելու ոնց այդ հարցին լուծում տալ, միգուցե ասում դեռ հաջողությունը չեք զգացել, սկսում եք գորգռալ, հետո նոր պատկերացնում եք, որ չէ, ինչ-որ մի լավ բան արդեն եղել է և հետո փոշմանում եք, միգուցե ինչ-որ մի կենտրոնում է, ինչ-որ մի տեղ է, աշխատանքի վայրում է և այլն։ Եվ տատանվում եք, ծանրութեթև եք անելու, ընտրության առջև եք կանգնածները, այդ օրը շատ մտքերի օր է, շատ եք մտածելու։ Եվ զարգացում ունեք, առաջ խաղացում, միգուցե նաև դա եք մտածում, դրա մասին եք տատանվում, ինչպես անել, որ ինչ-որ բանը առաջ գնա, զարգանա։ Եթե ուրիշ մտքեր են, ապա սա էլ ուրիշ ոլորտ է, որը առաջ է գնալու, զարգանալու է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։
Ինչ է սպասվում ջրհոսներին հունիսի 16-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օր ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը։ Նաև կարող եք ուղղակի նման կենտրոն այցելել։ Որևիցե տեղ այստեղ բժշկական կենտրոն, հիվանդանոց կամ ինչ-որ կոսմետոլոգի մոտ օրվա ընթացքում գորգռում եք, ինչ-որ մեկի վրա կամ ինչ-որ բանի համար եք գորգռալու։ Նաև լուսավոր մի բան է տեղի ունենալու, ձեր տրամադրությունը բարձրացնի անմիջապես, այդ գորգռոցը ոնց որ վերանա, այդպես ասած։ Նաև հաջողություն ունեք եւս էլի օրվա ընթացքում այն ինչ անեք հաջողությամբ կավարտեք, հանդիպում շփում կունենաք որևիցե տղամարդու հետ, տարեց անձնավորությունը, միգուցե ձեր հայրն է, միգուցե տնօրեն է եւ այլն, այստեղ յուրաքանչյուր մարդ կարող է լինել, ինքը տարիքով է։ Եվ նաև լավ լուր, բարի լուր կլսեք եւ էմոցիոնալ կլինեք բավականին շատ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին հունիսի 16-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը ոմանք աշխատանքի կընդունվեն, ոմանք շատ աշխատանք կունենան, հանդիպում պետական աշխատողի հետ, այնտեղ նաև տղամարդու հետ եք հանդիպում, շփվում, միգուցե ինքն է, նաև կարող է հարցազրույցի եք գնում, ձեզ կանչում են եւ այնտեղ եւս տղամարդ է, նաև կարող եք խոսել աշխատանքից, խոսել տնօրենի հետ, խոսել տան մեջ աշխատանքից, տան տղամարդու հետ խոսեք այդ թեմայով։ Նաև բավականին էմոցիոնալ կլինեք օրվա ընթացքում, զարգացում ունեք, առաջ խաղացում ունեք, որևիցե ոլորտում եւ օձեր կան, չար մարդիկ, նախանձ մարդիկ, բամբասկոտներ եւ այլն։
Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։